Դուք լինելով գործարար միջավայրի անձնավորություն, ինչու որոշեցիք հանկարծ մասնակցել Գյումրու արտահերտ ընտրություններին հավաքանում։ Իմ կարծիքով Գյումրու համայնքապետի պաշտոնը հենց կազմակերպիչ տեսակի տեղն է, ոչ թե այսպես չոր քաղաքական գործչի, ով կարող է իր հմտությունները ներդնել քաղաքի զարգացմանը, ամենակարևոր բանը տնտեսելով տալ զարգացում, ես կարողանալու բյուջեի մեջ տեղավորվել, դրա համար ամենալավ, այսպես ասած, ղեկավարման կարգավիճակը կարող է նաև ունենալ հենց գործարար մարդը։ Ինչպես կգնահատեք ձեր շանսերը։ Տեսեք, ես բազմիցս հայտարարել եմ, որ մեր մրցակիցը հենց մենք ենք։ Մասնակցելով հավաքանու արտահերտ ընտրություններին կամ ձեր թիմը հաջողվելու դեպքում ոնց եք պատկերացնում համայնքում ինչ հրատապ խնդիրներ կան համայնքային նշանակության, որ դրանց լուծում կտրվի առաջնային։ Պատկերացրեք, այս բային 1000 մի հրատապ խնդիր կա, բայց ամեն հրատապներից մեկը ասեմ, մեկը այդ մթնոլորտին վերաբերող փոփոխությունն է, որ գյումրեցին հասկանա, որ ինչ-որ բան է փոփոխվել։ Երկրաշարժի թերևս։ Երկրաշարժի, հա։ Կա նաև 80-ից 90 վթարային շենքեր, որից 3-ում 4-ում այս պահին մարդիկ են բնակվում եւ որևիցե մեկի անհանգստությունը չենք տեսնում պատկան մարմիններից, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է փլվել այդ շենքերը եւ բնակիչներ մահանան։ Հրատապ խնդիրները իմ կարծիքով պետք է դասակարգել, հա, հերթագրել։ Խոսակցություններ են տարածվել, որ Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչները սատարում են ձեզ։ Սա ինչ ձև կմեկնաբանեք։ Իշխող ուժի բանն է, ցայտնոտն է, այս բային ես ասեմ ձեզ, որովհետև այն մարդիկ սատարում են Մայր Հայաստան դաշինքի ծրագիրը, որը հեռանկարային է, ազատ տնտեսական կոդին, եւ վստահում են հենց մեզ, քանզի միակ ծրագիրը, որը հեռանկարային է եւ Գյումրուն տալու է շատ արագ զարգացում, դա ազատ տնտեսական կոդին է։ Ինչի են ցայտնոտի մեջ, ես չգիտեմ։ Այդպես ասենք, սատարելով որ լինի, ուրախ չեք, որ սատարում են, որ Գյումրիում լինի ազատ տնտեսական կոդի եւ ռուսական գումարների հոսքը այստեղ շատանա, ներդրումներ կատարեն եւ մենք ունենանք եւ աշխատատեղեր, ընտրողների հետ, էլեկտորատի հետ, ինչ կասեք իրենց դերևս ովքեր տատանվում են, չեն կողմնորոշվել։ Կոչ եմ անում բոլոր չկողմնորոշված գյումրեցիներին ուսումնասիրել ծրագրերը, ուսումնասիրել ավականու անդամների ցուցակները, տեսնելով այդ մարդկանց, արդեն իրենք շատ արագ կողմնորոշվեն, որովհետև այն փոփոխությունը, որոնք իրենք ուզում են, հենց մեր թիմում հորդորում եմ ակտիվ լինեն, չփորձեն, այսպես ասած, հիասթափությունից դուրս գալով չգնալ ընտրատեղամաս եւ փորձեն իրենց ձայնով ներդրում ունենան քաղաքի կառավարման, քաղաքի որակյալ կառավարման մեջ։